Անսպասելի նորություն է, չնայած մի կողմից էլ սպասելի, այն որ Telecom Armenian, այսինքն Dream Telecom-ը եւ Azer Telecom-ը պայմանագիր են կնքել թրաֆիկի տարածման մասին եւ կարևոր հարցեր եք անդադողում միանգամից փորձեմ պատասխանել։ Իրականում փաստացի ստացվում է, որ սահմանով անցնելու է, ոնց հասկանում եմ, երկու մալուխ եւ այստեղ մի կարևոր բան կա, կարծում եմ, այն է, որ ընդհանրապես տրանզիտը Հայաստանի ու Ադրբեջանի միջով այս պահին գոյություն ունի միայն երկաթուղային ու այստեղ մենք ենք կապվածության մեջ գտնվում, այսինքն Ադրբեջանը մեզ մոտակարարում է Ռուսաստանից օրինակ ապրանք, հատկապես հաշվի առնելով Լարսի խցանները, պլյուս բենզինի հարցը, Ռուսաստանը ոնց որ հեսա լուրջ ճգնաժամ է սկսվում ու մենք լուրջ կախվածության մեջ ենք կարող հայտնվել նաև Իրանի հարցը վերցնելով Ադրբեջանից վառելիքի հարցով, այստեղ հակառակն է, ինչ որ առումով, այն է, որ փաստացի այս տարածում, այս տրանզիտը Ադրբեջանին է պետք, այսինքն մյուս կողմից մենք էլ ենք ինչ որ կախվածության ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրենց է սա հիմնական պետք Նախճեվանի հետ կապվելու տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ Team Telecom-ի արտադրությունից մեկից արդեն բխում էր, որ իրենց մալուխներով անցնող տրաֆիկը մոտ 10-15%-ն է հայկական։ Այսինքն փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր, գիտեք, որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ միջին արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկ անցկացնում, սա նաև Հայաստանին մտցնում է արևելք-արևմուտք տրանզիտի որպես դերակատար, այստեղ մենակ Ադրբեջանը չէ, որտեղ նաև Ղազախստանի տրաֆիկը կսկսի անցնել Հայաստանով ու նաև վատ չի այն առումով, որ մենք ունենք որոշ բեքափ, երբ որ Վրաստանում ինչ-որ մի տատիկ հերթական անգամ կարտոլ փորելով մալուխները կտրի, մենք ունենում ենք ինչ-որ բեքափային տրաֆիկ ու տեսնենք հետո գրազարկը։